Հիմա եթե որևէ մեկը ելնում է հայտարարում, որ Ղարաբաղի շարժումը ժամանակը դադարեցնել, ինքը կան անուղեղ է, ինքը չի պատկերացնում, որ 88 թվականին սովետ, հələ մի հատ ասեք սովետ 88 թիվ, շատերը չեն հասկանում։ Երիտասարդները չեն պատկերացնում, սովետ ինչա նշանակում, սովետի KGB-ի արկայությամբ շարժում անել, ինչ-որ բան անել, որ իրանց գծից դուրս գա, չեն պատկերացնում դա ինչ հետևանքները վհաղի։ Բայց եղավ, չէ՞, այսինքն այնքան օբյեկտիվ հիմք կար, պատմականորեն շատ պարզ հիմքեր են, եթե դու այդ տարածքում ապրում ես, եթե դու տեղի բնիկ ժողովուրդ ես, քոչվորները եկել են քո տարածք ուզում են վերցնեն, քեզ էլ քշում են, ասենք ինչպես Նախիջևան, Արևմտյան Հայաստան, դու կարճում ես, մեկ էլ պատմական հանկարծ այդպես հարմար առիթ է լինում, արտաքին ազդակներ են լինում, կարող գտել խորանալ, քննարկել ու այդ շարժումը ծնվում է, որտեղ դա հոգու խորքում կա, դա բնական կա, անթեղված կրակ է, բայց անպայման կբացվի։ Հիմա Նիկոլ Փաշինյանը ով դարձավ Հայաստանի պատմության, հայ ժողովրդի պատմության մեջ, մի փոշու հատիկ են, որ ասում են բեմի փոշի, այս ժամանակավոր 7 տարի կտևի, թե 10 տարի կտևի սրա այս ավերները, որ գործում է Հայաստանում, հետո դառնալու է շատ վատ անունով հիշվող կամ ընդհանրապես չհիշվող, չգիտեմ ինչ որոշում կկայացնի հավաքական հայի կամքը, որ ինքը կոչնչանա իր ընտանիքով, իր հիշողությամբ, ամենչով, այն ինչ որ ինքն է ուզում հիշողությունից ջնջել։ Եվ վերջո Ղարաբաղյան շարժումը պատմական հիշողության դրսևորում էր հայերիս։ Ու եթե ինչ-որ մեկ ասպա ջնջենք, այդ նույն բանը, որ ասում Արարատ Սարը էլ մի նայեք, մի հատ երևի Հայաստանի սահմանով բարձր պատ կկառուցի, ինքը Թուրքիայի հետ միասին, որ Արարատ Սարը Հայաստանից չերևա։ Ասենք, որ բարձրանում ես Գառնի, այն բանից չերևա։ Այո։ Ջնջենք։ 15 թվականից այն մեկն էլ ասում էր 15 թվականի ցեղասպանության համար, հիմնավորելու համար պետք է բերենք 1.5 միլիոն հայերին անուն առազգանուն, որ ապացուցենք, բայց քան որ հնարավոր չի էդի անել, ուրեմն սուս մնացեք, հիմնավոր չի։ Այս պատմությունը ջնջելու մեզ իրանց կարճ խելքով իրանց թվում է, որ ջնջեցիք վերանը։ Ասենք Թուրքիան ոնց որ պատմությունը վերաձևել է, բայց մեկ էլ հանկարծ Ռուսաստանի ձեռը տալիս, որ ասի հոп Ստամբուլը էդի թուրքական Ստամբուլ չի, դա Ալեքսանդրապոլ է եւ այլ։ Այսինքն սա է ինքը անում ընդամենը անում է ինչի համար, որտեղ ուղղակի չի ասում, որ ինքը չի, որ կարող է դադարեցնել։